21-րդ քրոմոսոմի տրիսոմիան նույն ինքը Դաունի սինդրոմի համախտանիշին համապատասխան ոնց որ գենետիկական պատկերն է, որը մեր մոտ հայտնաբերվել է։ Նախածննդյան սկրինինգային ոչ ինվազիվ NIPT թեստը արդեն իրականացվում է նաև մեր երկրում։ Այն հնարավորություն է տալիս կանխատեսելու պտղի գենետիկ խաթարման ռիսկերը։ Սեկվենավորումը թույլ է տալի կարդալ տառ դնթ մարդու ու բավականին մեծ խորությամբ ու բավականին մեծ ճշգրտությամբ։ Հայաստանի համար ինքը անհամեմատ կարևորություն ուներ, որովհետև սեկվենավորման հնարավորությունները նոր սերնդով շատ ավելի մեծ են։ Եթե նախկինում այս հետազոտության համար նմուշառում էր կատարվում եւ ուղարկվում արտերկիր, հիմա ամբողջ ճղթան իրականացվում է Հայաստանում։ Բժշկի խոսքով հետազոտության ճշգրտությունը 99%-ից բարձր է։ Արդյունավետության մասին արդեն իսկ հրապարակվել են շուրջ 70 գիտական հոդվածներ եւ ներդրվել է արդեն 100 երկրներում եւ 10 տարի արդեն կա շուկայում եւ մեր հերթներ ներդնելու մենք էլ ներդրեցինք, որպեսզի մենք ունենանք առաջ սերունդ եւ յուրաքանչյուր ապագա մայր 9 ամիսների ընթացքում ունենա հանգիստ միտք, որ ունենալու է առողջ բալիկ։ Թեստի միջոցով հնարավոր է կանխատեսել ոչ միայն առավել տարածված Դաունի համախտանիշը, այլև Էդվարդսի, Պատաուի սինդրոմները, սեռական քրոմոսոմների խաթարումները։ Ըստ ԱՀԿ տվյալների աշխարհում 750 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Հայաստանում տարեկան մենք ունենում ենք 40,000 ծնունդ եւ 30-35 հնարավոր Դաունի համախտանիշներից 30-ը Հայաստանում ծնվում են, 25-ից 30-ը, սա շատ բարձր ցուցանիշ է, այսինքն մենք ունենում ենք մոտ հնարավոր դեպքերի 85%-ը ծնվում են եւ մեր ներդրման նպատակն է եղել, որ այդ տոկոսը փորձենք նվազեցնել։ Հետազոտության պատասխանում նշվում են բարձր ու ցածր ռիսկերը։ Եթե օրինակ կա բարձր ռիսկ, ապա պետք է իրականացվի նաև ախտորոշիչ թեստավորում։ Մասնագետը միջազգային ուղեցույցների թարմացումներն է մեջբերում։ Եթե նախկինում այդ ուղեցույցերը խորհուրդ էին տալիս, որպեսզի այս հետազոտությունը իրականացվի միայն բարձր ռիսկ ունեցող կանանց մոտ, իսկ բարձր ռիսկ համարվում է օրինակ տարիքը, ապա նոր ուղեցույցերի համաձայն, թարմացված ուղեցույցերի համաձայն խորհուրդ է տրվում, որ բոլոր կանայք պետք է անցնեն այս հետազոտությունը մի պարզ պատճառով, որովհետև այս թեստն է, որ ունի ամենաբարձր զգայունությունը։ Հետազոտությունը իրականացվում է հղիության 10-րդ շաբաթից սկսած։ Այն առայժմ վճարովի է, բայց այստեղ հուսով են, որ մոտ ապագայում կներառվի պետպատվերի ցանկում եւ հասանելի կլինի բոլոր ապագա մայրերին։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։